Բոլորիդ ողջունում եմ սիրելիներս ու հրավիրում այսօր մի փոքր այլ ֆորմատի հանդիպում անցկացնել։ Այսօր հարցերի պատասխանների օրն է, թեման շերտավոր խմորն է։ Ինչ ենք պատկերացնում շերտավոր խմոր ասելով, դա երևի բոլորն էլ գիտեն, դա խմորի շերտերի բազմություն է, որոնք իրարից առանձնանում են ճարպի շերտով։ Ու հենց ճարպն է, որ թույլ չի տալիս շերտերին կպնել իրար ու խմորը ստացվում է շերտավորված։ Որպեսզի պատկերացնենք մեր աշխատանքի ցանկացած քայլի արդյունավետությունը, մի փոքր ավելի խորանանք, թե ինչ է ներսում տեղի ունենում։ Երբ շերտավոր խմորը ջեռոցում թխվում է, ճարպի շերտը, գիտենք արդեն, խմորի այդ թերթիկներն իրարից առանձնացնում է, բայց բացի նրանից, որ դրանք առանձնանում են, ճարպում առկա այն հեղուկը, որը պահպանել ենք չարչարվելու արդյունքում, հիմա կմանրամասնեմ, այդ հեղուկը ներսում առաջացնում է գոլորշիներ, ու դա ճնշում է ձևավորում, որի շնորհիվ, որի արդյունքում են շերտերը աստիճանաբար իրարից բացվում ու առանձնանում են ու բարձրանում են, ու որքան շատ է այդ ճնշումը շերտերի արանքում, այնքան ավելի թերթիկները գեղեցիկ ու շատ են բացվում։ Իսկ հիմա անցնենք ամենակարևորին, ինչպես ենք մենք մեր աշխատանքով ազդում նրա վրա, որ ճարպի այդ առաջացրած ջուրը հնարավորինս շատ լինի ու հետևաբար նաև գոլորշին ու ճնշումը շատ լինեն ու խմորը լավ բացվի։ Իմ ալիքում շերտավոր խմորի հրաշալի բաղադրատոմսեր կան մանրամասն տեխնոլոգիայով։ Եթե դիտել եք, անպայման ուշադրություն դարձրած կլինեք, թե որքան է ինձ համար այնտեղ կարևոր, ես անպայման շեշտում եմ, որ ճարպը կայունությունը պահպանի։ Իդեպ վերջերս ինձ գրեցին, որ էլի շերտավոր խմորի հետ էր կապված, որ ճարպ բառը այնքան էլ հաճելի չի հնչում, սիրելիներս այլ տարբերակ չունեմ, քանի որ հայերենում դա հենց ճարպ է կոչվում ու չեմ կարող օրինակ կարագ անվանել կամ մարգարին, որովհետև երկուսի դեպքում էլ գործող բաղադրիչը հենց ճարպն է, այնպես որ ընդունենք ուղղակի որպես փաստ։ Եվ այսպես, ինչ ենք մենք անում այդ կայունությունը պահպանելու համար։ Պատկերացրեք, եթե աշխատում ենք տաք սենյակում, օրինակ 22 աստիճան եւ բարձր ջերմաստիճանի պայմաններում, աստիճանաբար ճարպը կայունությունը կորցնում է։ Հետևաբար, որքան ջերմաստիճանը ցածր լինի, աշխատանքային տարածքում այնքան ավելի լավ։ Նաև, երբ օրինակ խմորը արդեն շերտավորված, դնում ենք սառնարան։ Որքան երկար է մնում սառնարանում, իսկ այնտեղ 0-ից բարձր ջերմաստիճան է, իհարկե դանդաղ, բայց միևնույն է, այս գործընթացը շարունակվում է։ Իսկ սա նշանակում է, որ նույնիսկ սառնարանում շատ երկար, մի քանի ժամից ավել թողնել ցանկալի չէ։ Իհարկե կարևոր է նաև, թե ինչ վիճակում է գտնվում ճարպը, երբ այն օգտագործում ենք։ Ես գիտեմ, որ շատերը բավականին փափուկ վիճակում են օգտագործում, համաձայն եմ, այդպես ավելի հարմար է աշխատել, շերտերն ավելի հեշտ է ստանալ, բայց այդ վիճակում ճարպն արդեն իր կայունությունը բավականին կորցրած է լինում ու բնականաբար սա արդյունքի վրա էականորեն ազդելու է։ Ես որպես կանոն հենց պլաստիկ վիճակում եմ վերցնում, որպեսզի իհարկե գրտնակել հնարավոր լինի, այսինքն մատով երբ սեղմում ես հետք մնա, սեղմել հնարավոր լինի, բայց չափազանց փափուկ չլինի։ Եկեք նաև հասկանանք, թե ինչ ենք պատկերացնում լավ արդյունք ասելով։ Օրինակ, լավ արդյունք է համարվում, երբ թխելու ընթացքում շերտերը իրարից պոկվում են եւ բացված գրքի նման գեղեցիկ բացվում են։ Նաև լավ արդյունք է համարվում, երբ օրինակ խմորը թխվելու ընթացքում լավ բարձրանում է, բայց ոչ թե շերտերի առանձնանալու իրարից պոկվելու շնորհիվ, այլ նրա շնորհիվ, որ օրինակ աշխատելու ընթացքում շերտերի արանքում օդ է մնում եւ այդ օդը փուչիկի էֆեկտ է առաջացնում, այսինքն տեղ-տեղ ուղղակի խմորը փքվում է, բայց շերտերը շատ իրարից չեն առանձնանում։ Դա նույնպես գեղեցիկ արդյունք է, տնային խմորեղենի, տնային թխվածքների դեպքում երբևէ խոտան չի համարվում ու շատ գեղեցիկ է։ Ուղղակի նախապես ինքներս մեզ համար որոշենք, թե որն ենք ուզում ստանալ։ Օրինակ խմորի տեսակներ կան, այն արագ տարբերակները, որոնց դեպքում ճարպը դնում ենք հենց խմորի մեջ, փակում ենք գաթայի նման ու հետո մի քանի անգամ ուղղակի գրտնակում ենք։ Գրտնակում, ծալում ենք, դնում սառնարան, հետո դուրս ենք բերում, էլի գրտնակում եւ ծալում մի քանի անգամ։ Այդպիսով էլի շերտեր ենք ստանում ու բավականին լավ։ Բայց սա համեմատաբար ավելի քիչ շերտեր է առաջացնում, քան այն խմորների դեպքում, երբ ճարպը յուրաքանչյուր անգամ առանձին ու բարակ հավասար շերտով քսում ենք։ Որակապես միմյանցից տարբերվում են, բայց դա չի նշանակում, որ առաջին տարբերակը վատն է, չէ։ Ինչպես արդեն ասացի, նայած թե այդ պահին մեզ ինչ է հարկավոր ստանալ։
Ես օրինակ իմ ալիքում ունեմ արագ շերտավոր խմորի տարբերակ, եթե ջերմաստիճանին ճիշտ ենք հետևում, արագ ենք աշխատում եւ հնարավորինս խնամքով ենք վերաբերում խմորին, առաջին արագ տարբերակում նույնպես հնարավոր է գեղեցիկ շերտեր ստանալ, բայց միևնույն է զուտ համեմատության մեջ երկրորդ դեպքում, երբ շերտն առանձին ենք քսում, բնականաբար շերտերն առանձին ավելի ճիշտ են ձևավորվում ու հենց կարողանում են օգտվել իրարից։ Այսինքն այստեղ լավ ու վատի խնդիր չէ, կախված է նրանից, թե ինչ է մեզ հարկավոր ու ինչ ենք սպասում։ Եկանք հասանք երևի ամենաշատը տրվող հարցերից մեկին, որն է շերտավորի համար ճիշտ մարգարինը թե կարագը։ Այստեղ միանշանակ պատասխան չկա, ամեն բան կախված է, թե ինչն է մեզ համար կարևոր։ Առողջ սննդի տեսանկյունից իհարկե կարագն է նախընտրելի, երկրորդ տարբերակ չկա։ Բայց եթե ձեզ հետաքրքրում է հենց տեսողական այն գեղեցիկ բացված արդյունքն այստեղ իհարկե մարգարինն է հաղթում, քանի որ շատ ավելի կայուն ճարպ է, իսկ մենք կայունության մասին արդեն քննարկում ունեցանք ու նաև ջերմային բարձր շեմ ունի։ Հետևաբար կարագը օրինակ ջեռոցում ավելի ցածր ջերմաստիճանում է հալվում, իսկ մարգարինը շատ ավելի երկար է դիմանում։ Իսկ նաև հաճախ հարցնում եք, թե որ բաղադրատոմսում է հնարավոր մարգարինի փոխարեն կարագ օգտագործել։ Իրականում որ բաղադրատոմսում ցանկանաք, հանգիստ կարող եք կարագ օգտագործել։ Միայն թե պետք է հաշվի առնել, որ կարագը արդեն գիտենք պակաս կայունություն ունի ու աշխատանքի ընթացքում սենյակում պետք է ավելի ցածր ջերմաստիճան լինի եւ պետք է ավելի արագ աշխատել, որպեսզի առանց այդ էլ ոչ այնքան կայուն ճարպը ավելի իր այդ տեսքը, իր կայունությունը չկորցնի։ Ու ելի մի փոքրիկ խորամանկություն։ Ջեռոցը դնելուց առաջ կարագով խմորը ցանկալի է, երբ արդեն ամեն բան արվել է ու պատրաստ է թխվելու, դնել սառնարանը։ Դնում ենք կարճ ժամանակով սառնարանը, հենց կզգանք արդեն շոշափելիս, որ խմորը մի փոքր սառն է, նոր միայն դնում ենք տաքացված ջեռոցը։ Այս տարբերակով ճարպը շերտերի արանքում մի փոքր ավելի կայուն է դառնում ու ջեռոցում մի փոքր ավելի երկար է դիմանում։ Ժողովուրդ, սա կարևոր նրբություն է, որին հետևելով ու նաև ընթացքը ճիշտ կազմակերպելով հնարավոր է նույնիսկ կարագով հրաշալի արդյունքներ ստանալ։ Ես օրինակ նկարահանման համար նկատած կլինեք իմ բոլոր բաղադրատոմսերում շերտավորի համար մարգարին եմ օգտագործում, քանի որ սեղանին, որտեղ աշխատում եմ, ուժեղ լույս է ընկնում ու բնականաբար լուսավորող էլի սարքեր կան, որոնցից մակերեսին ջերմաստիճանը բարձրանում է ու բնական է կարագը նման ջերմային պայմաններում ճիշտ չի կարող իրեն դրսևորել ու բացի դրանից կարագի հետ ավելի արագ է պետք աշխատել, իսկ ես նկարահանման ժամանակ նաև օպերատոր եմ, ռեժիսոր եմ ու բնական է պարբերաբար լույսն եմ փոխում, արագ տեսախցիկը եւ ուղղությունները պլան ու ռակուրս եմ փոխում, պարզ է, որ շատ արագ աշխատել չեմ կարող, իսկ կարագը դրան ուղղակի չի դիմանա։ Այսպիսով նաև ցանկանում եմ շեշտել, ինչի համար սա ներկայացրի, թե որքան կարևոր է աշխատանքի ընթացքում ճիշտ պայմաններ ապահովելը։ Իհարկե կան էլի գործոններ, նրբություններ, որոնք արդյունքի վրա ազդում են, բայց դրանց մասին արդեն բոլոր տեսանյութերում կա, որտեղ ներկայացրել եմ շերտավոր խմորներ, այնպես որ օգտվեք բաղադրատոմսերից, հետևեք բոլոր կանոններին ու կստանաք հրաշալի արդյունքներ։ Ժողովուրդ ջան, վաղը հյուր եմ գնալու, ինձ հետ Twix տորթ եմ թխել, որպեսզի տանեմ։ Եթե բաղադրատոմսը կհետաքրքրի, ամանորին քիչ է մնացել, ժամանակ այդքան էլ չկա։ Եթե տեսնեմ, որ իսկապես հետաքրքիր է, կաշխատեմ հասցնել ու ներկայացնել նաև սա։